Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է երրորդ հանրապետության պատմությունը վերացնել, ջնջել, որն է դրա նպատակը, ինչ եք կարծում։ Դե մի քանի գիտեք ինչ է Նիկոլ Փաշինյանը ֆենոմենն է, որ այնտեղ մի գիծ չի, հա, եթե մի գծով նայես, երևի չհասկանաս։ Այնտեղ պարզ դրսի պատվերներ կան հստակ, ասենք ընդ որում սկզբում գուցե ավելի այդ դուրսը ուրիշ են, հիմա ավելի շատ Թուրքիան, Ադրբեջանն են, բայց եթե միայն դա լիներ, ավելի հեշտ կլիներ հասկանալը։ Այնտեղ նաև իր ցավոք ինքն էլ է վատ իմաստով հետաքրքիր կերպար, ինքը ինչ որ ասում եմ, եթե ուրիշ երկրում լիներ, ասում եմ իր մասին ես մի հատ բանաստեղծություն եմ տենց, եթե ուրիշ երկրում լիներ, ասենք որ մեզ չվերաբերեր, կարելի էր հոյակապ ֆիլմ հանել, էլի ինքը տենց իսկապես դիվային կերպար է, ուժեղ կերպար է։ Եվ իր մեջ, ասենք, չգիտեմ, ինքը գիտի, չէ, արդեն հստակ գիտի, որ ինքը, տեսեք, կան նախագահներ, որ հաղթանակի նախագահ են եղել, ասենք, առաջին նախագահը, մյուսները պահել են ինքը այդ հաղթանակը ջուրը լցրեց, չէ, եւ ինքը գիտի արդեն, որ ինքը որպես հաղթող նախագահ, որպես, ասինքն ինքը դրականի վրա չի կարող հիշվել հայոց բան։ Ինքը փաստորեն իրեն անմահացնում է որպես քանդող։ Եվ այդ իմաստով ինքը անմահացրել է իրեն, իսկապես ինքը, չգիտեմ, հայոց պատմության մեջ այդպիսի կերպար չկա, որ ամեն ինչ քանդի։ Իր մեջ ինչ որ ասում եմ, Ֆրեյդը ավելի լավ կբացատրեր, ինչ որ սև ուժեր են եւ այդ դերը խաղում, հա։ Իսկ ձեր նկարագրած նման կերպարը կարող է բերել խաղաղություն, օրինակ, որին ձգտում է։ Այ այդ խաղաղության հարցը ամենավտանգավոր հարցն է, ցավոք մենակ ինքը չի, իր հետևում իսկապես ուժեր կան, որոնք այդ խաղաղության հանգամանքը շատ լավ շահագործում, որտեղ մարդիկ իսկապես մարդկանց մեջ իսկապես խաղաղության ցանկություն կա եւ այդքան կորուստներից եւ այլնից հետո եւ պատերազմի ռեալ վտանգի պայմաններում եւ ուզում ասել, որ եկող ընտրությունն ամենավտանգավորը դա է լինելու, ինքը խաղարկում է եւ խաղարկելու է եւ Երանի ընդդիմությունը գտներ ձևը, որովհետեւ ընդդիմության վրա էլ չէ բարդվում է այդ մեղադրանքը, որ հա ընդդիմություն եթե գա պատերազմ է լինելու եւ ընդդիմությունը գոնե այսօրվա վիճակում ոնց որ չի կարողացել այդ մեղադրանքը լրիվ իր վրայից հանել, մի հատ այլընտրանք ներկայացնել, հա, որ խաղաղություն ի վերջո խաղաղություն բոլորս էլ ուզում ենք, բայց այնպիսի խաղաղություն, որը քո այդպես լրիվ քո ջնջումի վրա չլինի եւ ինքը ամուր լինի, որտեվ եթե քո ջնջումի վրա է, ասենք թե եթե այսօր դու քեզ լրիվ ջնջելով զրոյացնելով դու այդ խաղաղության գնաս, վաղը քեզ վերացնելու են պարզապես դու, որտեվ քեզ ոչինչ չես ներկայացնել։